Ողջույն փոքրիկ, քեզ հետ կրկին ես եմ, Մեղվիկ Վիկը։ Այսօր քեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր առակ, բայց մինչ այդ դու պետք է իմանաս, թե ով է Եզոպոսը և ինչ է առակը։ Հին հույն առակագիր Եզոպոսն ապրել է 2600 տարի առաջ։ Նրա կյանքի մասին հավաստի տեղեկություններ չեն պահպանվել, սակայն մեզ են հասել բազմաթիվ ավանդություններ։ Եզոպոսին առաջին անգամ հիշատակում է 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը, ըստ որի Եզոպոսը ստրուկ է եղել հունական Սամոս կղզում, ապա ազատ է արձակվել։ Եզոպոսի շնորհիվ առակը զարգացում է ապրել ու վերածվել գրական ժանրի։ Դարեր շարունակ եզոպոսյան առակները շուրթից շուրթ են փոխանցվել։ Այսօր մեզ են հասել շուրջ 500 առակներ, որոնց մի մասը հորինվել կամ մշակվել է հետագայում։ Առակը ժողովրդական ստեղծագործություն է, որում նշանակալի դեր ունի բարոյախոսությունը։ Առակն ուսուցանում է լինել բարի, խելացի, ազնիվ, առաքինի, ճշմարտախոս։ Հիմա գուշակելով հանելուկը կիմանաս, թե որ կենդանու մասին է առակը։ Պոչը թավիշ ու երկար, շրջում է լեռ, դաշտ ու սար, սրտում վախ կա ու մեծ ցավ, երազում է թառ ու հավ։ Դե փոքրիկ, կարող ես գուշակել, թե որ կենդանու մասին է խոսքը։ Իհարկե, աղվեսը։ Առակ, պոչատ աղվեսը։ Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված, և որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ ավելորդ բեռ են, բայց մի աղվես նրան պատասխանեց. բարեկամս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։ Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մաքուր սրտով, այլ սեփական օգտի համար։ Իսկ դու գիտես, թե ինչու են աղվեսներին խորամանկ անվանում։ Աղվեսն իր որսի համար հմտորեն թակարդներ է դնում։ Բացի այդ, երբ նրան հետևում են, նա շատ լավ թաքնվում է և խառնում իր հետքերը։ Աղվեսը ճարպկորեն դուրս է գալիս դժվար իրավիճակներից սեփական ուղեղի օգնությամբ։ Այդտեղից էլ նա խորամանկի համբավ է ձեռք բերել։ Դե ինչ փոքրիկ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Մինչ նոր հանդիպում։